Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք նոյեմբերի 10-ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում հանդիպել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Փաշինյանը սոցցանցի իր էջում հակադարձել է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նշելով, թե նրանց հայտարարություններն իբր վերահաստատում են, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոք Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար։ Նա խոստացել է մինչև տարեվերջ հրապարակել բանակցությունների վերաբերյալ փաստաթղթեր, որոնք նրա պնդմամբ կապացուցեն, որ վերջնական նպատակը հայկական պետականության ոչնչացումն է։ Իր նախորդի հարցազրույցում երկրորդ նախագահը մեղադրել էր վարչապետին բանակցային գործընթացը հետևողականորեն տորպեդահարելու, երկիրը պատերազմի հորձանուտը մղող քայլերի, բանակի հրամանատարական կազմում իր հանդեպ լոյալության սկզբունքով նշանակումների, պատերազմի քաոտիկ կառավարման, պատերազմը ժամանակին շատ ավելի բարենպաստ պայմաններում և 2000-ից պակաս զոհերով ավարտելուց հրաժարվելու համար։ Իլհամ Ալիևը Բաքվում պատերազմի տարեդարձին նվիրված զորահանդեսն օգտագործել է որպես հայատյաց քարոզչության հարթակ։ Նա կրկին կիրառել է թշնամիներ, ահաբեկիչներ արտահայտությունները, ծաղրանքով խոսել Բաքվում շինծու դատավարության ընթացքում մեղադրվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին։ Հայաստանի հավաքականը 4 ոսկե մեդալ է նվաճել Երևանում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։